Երկօրյա այցով Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանն այդպես էլ երկկողմ հանդիպում չունեցավ ոչ Վլադիմիր Պուտինի, ոչ էլ Ռուսաստան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ։ Այնինչ մինչ մայիսի 9-ի այցը ի պատասխան քննադատությունների նա ակնարկել էր նպատակներից մեկը հենց դա է։ Այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի։ Թե առիթն օգտագործելով ում հետ է Փաշինյանը երկկողմ օրակարգին առնչվող հարցեր քննարկել, պաշտոնական տեղեկություն չի հրապարակվում։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ երկկողմ հանդիպումներ նախատեսված չեն եղել։ Խորհրդարանական քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր պատասխանելով Factor TV-ի հարցին, ասաց, թե հանդիպման որոշումը կախված չի եղել միայն Հայաստանի ղեկավարից։ Վարչապետի թիմակիցը մխիթարվում է ոչ ֆորմալ շփումներով։ Չեմ կարող գնահատական տալ, որովհետև կարող է պաշտոնական երկկողմ հանդիպում չի եղել, բայց այլ շփումներ են եղել, հեչ պարտադիր չի դրոշները դնել նստել, որպեսզի ինչ-որ խոսակցություն ունենալ, հնարավոր է այլ ֆորմատներում խոսակցություն, եւ ես ձեզ ասեմ ավելին, երբեմն կարող ես օրինակ ընթրիքի ընթացքում ավելին խոսել, քան այդ տեսախցիկների առաջ։ Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելուց հրաժարվել եւ Ռուսաստան չէր մեկնել Ադրբեջանի նախագահը։ Արդյոք Փաշինյանը Մոսկվա էր գնում Ալիևի հետ հանդիպելու մտադրությամբ։ Հարց է, թե արդյոք Փաշինյանի համար էլ անակնկալ էր Ալիևի չմեկնելը, իհարկե նաև ռուսական կողմի համար, թե դա անակնկալ էր միայն հանրության համար, իսկ գործնականում գուցե ավելի վաղ էր հայտնի, որ Ալիևը չի գնա Մոսկվա այդուհանդերձ։ Այսինքն այս հարցն էլ չեմ կարծում այդպես միարժեք է։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով պաշտոնական Մոսկվան չէր էլ կարող այդ օրերին զբաղվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ կազմակերպելով, քանի որ կենտրոնացած էր Չինաստանի հետ համագործակցության փաստաթղթերի ստորագրումը նախապատրաստելով։ Հակոբ Բադալյանը դժվարանում է ասել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն առանց հանդիպումների կարելի է տապալված համարել, թե ոչ, քանի որ չկար նախապես հայտարարված ծրագիր։ Դրանց լինել չլինելը այցի տապալվածության ցուցիչ չի, որովհետև տապալվածության ցուցիչ կարող է լինել միայն բովանդակությունը։ Բնակ կարելի է ունենալ շատ տպավորիչ հանդիպումներ, որոնք չունենան բովանդակություն։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով Փաշինյանը սեփական խնդիրները լուծելու համար էր գնացել Մոսկվա։ Իրան հետաքրքրում է իր վերարտադրությունը, իր իշխանության պահպանությունը եւ աշխարհակաղակական որ կենտրոնը դա ապահովի, ինքը պատրաստ է դիֆերանտներ երկել այդ կենտրոնին, ծառայել դրան, բնականաբար հաշվի չառնելով Հայաստանի Հանրապետության պետական շահը, այսինքն այս տրամաբանության մեջ եմ ես դիտարկում իր ցանկացած միջազգային վոյաժ, ցանկացած երկիր։ Թե ինչու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպում տեղի չի ունեցել, Մամիջանյանը խուսափում է գնահատականներ տալ, միաժամանակ շեշտելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատ մակարդակում են։ Անդրադառնալով վարկածին, որ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել Ալիևի հետ բանակցելու հույսով, ընդդիմադիր падգամավորը նշում է, դա միևնույն է Հայաստանի համար օգտակար չէր լինելու։ Դրանք երկկողմ հանդիպումներ չեն, հաշվի առնելով նախորդիվ փորձը, ակնհայտ է, որ Փաշինյանը կատարում է բոլոր հանձնարարականները, որոնք գալիս են Ադրբեջանից, կատարում է 1 ամիս լագով, 2 ամիս լագով, կես տարի լագով, բայց վերջին արդյունքում սահմանադրություն եւ այլն մենք տեսնում ենք, որ այդ հանձնարարականները կատարվում են։ Նշենք, որ Փաշինյանի եւ Ալիևի միջև վերջին երկկողմ հանդիպումը տեղի ունեցել նախորդ տարի հոկտեմբերին Կազանում, որից հետո նախ Հայաստանի, ապա Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։